Կառավարության հերթական նիստի օրակարգում 31 հարց էր, որից չի զեկուցվում 28-ը, նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև հայտագրերի կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին, որով Հայաստանում մասնավոր տնտեսության զարգացման ու նախնական և միջին մասնագիտական կրթության համար կհատկացվի 6 միլիոն եվրո, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների դիմակայունության, կլիմայադիմացկուն զարգացման 6 միլիոն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացման համար մինչև 3 միլիոն եվրո։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լրացուցիչ 12.5 միլիոն դրամ է հատկացրել հիփոթեկային վարկի վճարված տոկոսների վերադարձն ապահովելու համար։ Հիմնավորման մեջ նշվել է, որ 2024 թվականի վերջին ամիսներին արձանագրվել է վարկառուների կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարներից ավալի սպասվածից ավելի մեծ աճի, որով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել այս տարվա պետբյուջեում նախատեսել լրացուցիչ միջոցներ վերադարձման գործընթացը իրականացնելու համար։ Մասնավորապես ծրագրից օգտվող շահառուների թվաքանակը 2024 թվականին կազմել է 50,000, իսկ 25-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդեն իսկ կազմել է 62,000։